Գյումրի կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ երեխաների խնամքի և սոցիալական ծառայությունների ոլորտում աշխատակիցների ցածր աշխատավարձերին։ Նորանշանակ նախարարի խոսքով թե երեխաների աջակցության, թե շուրջօրյա խնամքի կենտրոնում աշխատողների վարձատրությունը շարունակում է մնալ ոչ մրցունակ։ Այո, ոչ միայն երեխաների աջակցության կենտրոններում, մեր բոլոր հաստատություններում, այդ թվում այս հաստատությունում, որովհետև մենք ենք ֆինանսավորում այս հաստատությունը, անձնակազմի աշխատավարձերը շատ ցածր են, մրցունակ չեն, թե մասնավոր սեկտորի, թե նաև միգուցե այլ պետական սեկտորների հետ, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց գիտեք, որ նաև բյուջեն անսահման չէ, պետական, այդ թվում է տրամադրվող պետական բյուջեն, բայց իմ կամքը այդ առումով շատ հաստատակամ է, որովհետև մենք չենք կարող ակնկալել մեր հաստատությունների աշխատակիցներից որակյալ աշխատանք, եթե չենք ապահովում պատշաճ աշխատանքային պայմաններ, երբ որ պահանջում ես, պետք է նաև տրամադրես, այդ ուղղությամբ հուսամ նորություններ կլինեն մոտ ապագայում եւ լինելու դեպքում անպայման կհայտնենք, հիմա պարզապես չեմ ուզում վազել գնացքից առաջ։